Ողջունում եմ հարգելի գործընկերներ, այսօր իմ հյուրն է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավոր թեկնածու Սուրեն Սուրենյանցը, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, քանի որ զարգացումները շատ արագ են տեղի ունենում եւ երեք դեռ մենք ասուլիսի ժամանակ այստեղ լրիվ այլ թեմայից ենք խոսում, դրանից հետո ռեպրեսիվ այլ դրսևորումներ ականատես եղանք, ես ուզում եմ հետաքրքրվել նախ առաջի հերթին այս պահի դրությամբ որևէ նորություն ունեք Անդրանիկ Թևանյանի հետ կապված, այսինքն իրավապահ համակարգը անցել է բուն գործողություններին, որի հրահանգը երեք ուղիղ ստացավ Նիկոլ Փաշինյանից։ Ես ուզում եմ արձանագրել, որ միայն երեք Նիկոլ Փաշինյանը այնքան ապօրինություն է արել, որ այդ ապօրինությունը գերիք է, որ նա մի ամբողջնակ անցկացնի անազատության մեջ։ Դա երեք լայվ ռեժիմով ապօրինի իրանքների մի ամբողջ փունջ է արձակել, Արարատից սկսած, հետո Անդրանիկ Թևանյանի պատմությունը, ասեմ, որ նոր ինֆորմացիա չունենք, այն բանից հետո ինչ-որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, տեղի ունեցել արտահայտ մի փաստ։ Վստահ եմ, որ համաշխարհային պատմության մեջ է, որովհետև ես գոնե, որ քաղաքագետ եմ, եւ առնվազն մի քանի տասնամյակ, ոչ միայն Հայաստանի, այլ այլ երկրների դրական գործընթացների հետևում նման այլանդակություն առաջին անգամ եմ տեսնում, երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նախ ազդարարում է, որ մի քանի ժամ հետո մարտուանում են տարօրինակ տեսությամբ զբաղվել, հետո այդ հանդիպման ժամանակ ուղիղ հրահանգ է չեսնում իրավապահ մարմիններին։ Այստեղ մի քանի շերտ կա։ Առաջինը, դուք գիտեք, հենց ինքն խոսալու որ Նիկոլ Փաշինյանը այս բանի պաշտոնապես գտնվում է Արցախում։ Դիոտրական օրենսգրքի պահանջն է, ոչ թե ցանկության պատճառով։ Հետևաբար իրավապահ մարմինները նրան ենթակա կառույցները այս պահին նրան իրավունք չունեին որևէ բան զեկուցել։ Նրան ապօրինի զեկուցել է հերիք չի։ Ինքն էլ այդ զեկույցները օգտագործել է ապօրինաբար իր մրցակիցներից մեկի դեմ ռեպրեսիա սանձազերծելու համար։ Հիմա սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը իրականում արձակուրդի ռեժիմին չի, գործում են կեղծ արձակուրդի հետ։ Սա բավարար պատճառ է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկի նրա գնացումը։ Իսկ եթե մենք ապրենք նորմալ երկրում եւ եթե այդ եվրոդիտորդներ կան եւ այլն, որոնք ուզք են ծեծում ժողովրդավարության մարդու իրավունքների, թափանցիկ ընտրական համակարգի, թափանցիկ ընտրական պրոցեսի համար այս մարդիկ այս խնդիրը հենց հիմա բարձրացնել։ Սա մեկ։ Երկրորդը որտեղ եք տեսել ժողովրդավարական պետություն, կամ նույնիսկ կիսա ավտորիտար, կիսա ժողովրդավարական հիբրիդային ռեժիմ, որտեղ ուղիղ եթերում պետության ղեկավարը հրահանգի իշոր մեկի դեմ քրեական հետապնդում սանձազերծել։ Նույնիսկ հոդվածը նշի, թե որով պետք է հետապնդել։ Հոդվածներ նշի, հատկանիշներն են նշի, սա աննախադեպ, ընդ որում մեր հետ կապված սա երրորդ դեպքն է։ Ես ուզում եմ հատուկ հիշեցնել, ընդ որում այդ երեք դեպքերը ոչ ավել ոչ մակած մի 7-8 օրվա մեջ են արձանագրվել, ոչ թե երկար ժամանակահատվածում։ Առաջինը նա փողոցային ֆուժանի բառապաշարով անդրադարձավ Նվեր Ծառուկյանի հարցին, որից ընդամենը 1 ժամ հետո գլխավոր դատախազությունը հաղորդագրություն արեց։ Երկրորդը նա երեք էլի քաղաքական վրեժխնդրության, քաղաքական թիրախավորման բառապաշարով անդրադարձավ Արարատյանին, րոպեներ գլխավոր դատախազությունը հարցակացություն, կասկած չունեմ, որ նրա երեկվա հայտարարությունը անօրինական հայտարարություն այսօր իրավապահ մարմինները սկսել են ինչ-որ գործընթաց վարել, այսինքն հասկանում եք Փաշինյանը ամբողջ պետությունը, պետական ինստիտուտները դարձրել է
քաղաքական քինախնդրության, քաղաքական հաշվեհարների գործիք։ Չկա այլևս պետական համակարգ։ Բոլոր պետական ինստիտուտները, որոնք Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ունեն իրենց հստակ լիազորությունները եւ շատ դեպքերում պարտավոր է չենթարկվել վարչապետին, որտեղ օրենսդրությունը կարգավորում է իրենց գործունեության շրջանակը, վերածվել են Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված պատժիչ գործիքների։